Հենց նոր կանչ ստացանք 24 տարեկան Աննան ջերմում է լուծ թուլություն։ Մեկնելու ենք Բյուրեղավան Օղակաձե փողոց 3-րդ շենք 22 բնակարան։ Գիշերվանից չի լռում շտապօգնության հեռախոսը։ Աբովյանի բրիգադը նախորդ կանչից 20 րոպե անց շտապում է հերթական հասցե։ Բյուրեղավանում, Նուռնուսում և հարակից համայնքներում աղիքային թունավորման մասսայական դեպքեր են տեղի ունեցել։ Հիվանդները բուժհաստատություններ են դիմում սրտխառնոցով և սուր աղիքային ցավերով։ Սա առաջին դեպքը չէ։ Նման դեպք տեղի է ունեցել նաև այս տարվա ապրիլին։ Բնակիչները սա կապում են ջրի աղտոտվածության հետ։ Իսկ Բյուրեղավանի պոլիկլինիկա յուրաքանչյուր 10 րոպեն մեկ հիվանդ է մոտենում։ Այսօր է սկսել երեխու մոտ։ Հետա տալիս փորլուծություն, թուլություն, դե երեխայա ինքը չի չափել, իր մաման, պապան գործի է, ես է զանգյասը տնամ, իր տատիկ հետ եմ տալիս։ 3 հիվանդ, 2-ը Ռուսաստանից եկած, մեկը 1.5 տարեկան։ Ամբողջ գիշեր հետ են տվել ու պատկերացեք չեն կարողանում կանգնել անգամ։ Ահազանգերի թիվը րոպե առ րոպե ավելանում է, շտապօգնությունը այցելում է տներ, բուժօգնություն ցույց տալիս տեղեր նշանակում։ Ժամը 16-ի դրությամբ միջին ծանր վիճակում 6 մարդ հոսպիտալացվել է։ Այս պայծրությամբ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին, գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները իրականացնում են անհրաժեշտ համաճարակաբանական ուսումնասիրություններ և 2-3 օրվա ընթացքում արդեն պարզ կլինի, թե ինչն է եղել աղիքային վարակի պատճառը։ Բյուրեղավանն ու տարածաշրջանի բնակավայրերը Նուռնուսի աղբյուրից են ջուր ստանում։ Պոլիկլինիկայի տնօրենը ենթադրում է, հենց ջուրը կարող է լինել մասսայական թունավորման պատճառը։ Քանի որ ինչ որ մի ընտանիք չի, երկու, որոնք քեֆի եղած լինեն կամ ինչ որ մի միջոցառման, բոլորը նույն բանը կերած լինեն, նրանք ապրում են տարբեր տեղեր, ասենք թեկուզ Նուռնուս, Բյուրեղավան, Արզնի, նշանակում է ավելի հնարավոր է, որ ընդհանուր օգտագործման ինչ որ բանից չլինի։ Վեոլյա ջուրը ահազանգի հետքերով եկել էր տարածաշրջանում նմուշառության։ Ինչպես ապրիլի բռնկումից հետո, այնպես էլ հիմա ընկերությունը հայտարարություն է տարածել, որ որևէ վարակ ջրում չի հայտնաբերվել։ Ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում։ Կատարված հետազոտությունների արդյունքով խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։ Իսկ բնակիչների գանգատը նույնն է, այս տիկնոջ թոռը ապրիլին թունավորվել էր, վիճակը ծանր էր։ Վիոլա ջուրը մենք պոստայում ենք աշխատում, գալիս են թվերավոր գրած են։ Մեկը ինձ, մեկը մյուսներին, այտենց մարդ չկա, որ թվեր գրած չլինեն։ Ավել գումարներ են գրում քիչերիկ, կեղտոտ ջուրն էլ կապում են մարդկանց ջանին։ Այս ընթացքում հերթական ահազանգից վերադարձել էր շտապօգնության բրիգադը։ Բժշկուհի Հակոբյանը հայտնեց, բոլորն անխտիր նշում են, ջրից տարօրինակ դառնահամ են զգացել։ Ասում են, որ ջրի ինչ որ հոտ են առել, ինչ որ համը դուրները չի եկել։ Ապրիլի թունավորումներից հետո որևէ քայլ փաստացի չի իրականացվել, ասում են դեպքից հետո համայնքապետարանի մոտ հավաքված քաղաքացիները։ Դրա համար էլ այսօր այս վիճակն է։ Համայնքապետն ասում է քրեական գործ կա։ Այն ժամանակ քրեական գործ հարուցվել այդ դեպքում։ Այո։ Քրեական գործ հարուցվել քննիչական կոմիտեում ընթացքից տեղեկություն չունենք արել։ Թե ինչու նույն տարվա ընթացքում Նուռնուսի աղբյուրից սնվող բնակավայրերում արդեն երկրորդ անգամ է գրանցվում զանգվածային թունավորման դեպք, Վեոլյա ջուրը չի մեկնաբանում։ Ընկերությունից միայն հայտնում են, որ այժմ պատրաստվում են նաև հավելյալ հետազոտություններ իրականացնել։ Իսկ թե ինչ արդյունքներ էին տվել ապրիլյան բռնկումից հետո կատարված ուսումնասիրությունները և ինչ հետևություններ էին արվել, ընկերությունում հրաժարվեցին մեկնաբանել, առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։ Սերակ Ուրեղյան, Տարոն Ղարդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։